Արի։ Պարոն Մանուկյան, կներեք, մի քանի հարց ամեն դեպքում ես պետք է տամ, նախ այդ ձայնագրությունը, որ լսում եք, հա, Բագրատ չեք լսել, օրինակ Բագրատ Գալստանյանի ձայնն է, այնտեղ լսվում է։ Ալեքսանդր, արի հենց հիմա քո ձայնը սարքենք, պատրաստենք, սարքենք։ Այդպես բնական, հա, հնարավոր է, որ արհեստական բանակցություն։ Բոլորս էլ այս կյանքում ենք, չէ՞, տեսել ենք ինչ է կատարվում ամբողջ աշխարհում։ Պարզապես արհեստական Ոնց որ երեկվա պլանքաշների սարքած պլանը կների հեռուստադիտող այդ բառից համար, բայց ամենատիպիկ բառը որ գտել են այդ պլանն էր, որը բոլոր իմաստներով արտահայտում էր այն կեղծ փաստաթուղթը, որը ուղղակի աչքի անցկացրեց, ուղղակի ծիծաղալի էր, էլի։ Բայց արհեստական բանականությունը ոչ ներողություն հարցը քննչական կոմիտեն իմ համար իրավապահ մարմին չէ։ Արհեստական բանականությունից եմ ձեզ հարցնում, հնարավոր է բնականի մոտ ձայն։ Կարծում որ հա։ Սամվել Մարտիրոսյանին կարող եք հարցնել կամ Արտուր Պապյանին, փորձագետներին։ Լևոն Քոչարյանի հետ խոսել եք, որտեղ ասում այդ հրապարակումներում, որ Հարգելի Նարեկ, ես առօրյա ժամը 8-ից մեր Իգոր Սարգսյանի տանն էի, հետո էստեղ էի։ Բայց ամեն դեպքում ձեզ չի մտահոգում, որ ձեր թիմակցի անունն է։ Ինձ մտահոգում է անօրինականությունը, մնացած ոչի բան այլևս չի մտահոգում։ Ինձ մտահոգում է մեր երկրի ճակատագիրը, ուրիշ բան չի հետաքրքրում։ Թե չէ նստել, հելնել, հիմա բոլորը նստել հելել են։ Անդիմությունը ինչպես է պայքարելու է սրա դեմ։ Այս պայքարի մի մասն է, շնորհակալություն։ Կանեք, հա, հավաքներ եւ այլն։ Մենք միշտ էլ այդ գործընթացի մեջ ենք։ Չէ, կնեք, բայց վերջինս մի տարի հիմա տարբեր ձևաչափեր են, կարա բազմազարանոց հանրահավաք լինի, կարա 3 հոգու քաղաքացիությամբ հանրահավաք կարող է լինել։ Այսօր դատարանի առաջ էլ կտեսնենք։ Մեծ հանրահավաք է։ Չէ, հանրահավաք չի, ուղղակի դատարանի առաջ մեր քաղաքացիները կոչ են կանելու գալ Սրբազանին եւ մեր մյուս ընկերներին աջակցել։ Շնորհակալություն, հարգելի Նարեկ ջան։ Բայց գոնե դուք չպետք է խուսափեք, լրագրող եք, եղեք կարևոր է։ Հա, բայց ժամանակի ինտերվյու անել չեմ թողնում ես։ Ժամանակին հմեկի լուրերում ռեժիսոր գիտես ինչ էր անում։ Լրագրողներին տալիս էր 5 րոպեանոց բետա կասետ։ Լրագրողը 5 րոպեից ավել չպետք է նկարել, որի արդյունքում պետք է սարքեր 2 րոպեանոց։ Բայց խոսեք Լևոն Քոչարյանի հետ, ասեք, որ ասում են կարող եք զանգել Լևոնին Միջազգ Քոչարյան։ Շնորհակալ եմ։ Դուք չեք հարցնի, պարոն Մանուկյան։ Այսինքն դու հիմա որոշում ես թե ես ինչ պետք է անեմ։ Ես հարց եմ տալիս, ես չեմ ասում զանգեք Լևոն Քոչարյանի։ Այսինքն հիմա ձեր այդ ամբողջ բանը Լևոն Քոչարյանի ուզում եմ հասկանամ, էլի ինչն է։ Իր անունն է, օրինակ, եթե լիներ Գեգամ Մանուկյանը, քնչականում մի հատ կարող է մարնել Սրբազանի վերագրվող ձայնագրություն կա։ Մի հատ քնչական գրեք այդ Լևոն Քոչարյանի անունը շրջանառում մի անգամից գործ հարուցեն, թող գան ազգային ժողովը միջնորդել։